դուրս եկեք կարող։ Եթե կարելի է, բան Սինանյան, քանի որ Հայաստանում նախընտրական շրջանը լուրեր են պատտվում, որ որոշ երկրներում ընդ որում հատուկ ծառայությունների ներգրավմամբ մեր Սփյուռքին փորձում են օգտագործել Հայաստանի դեմ քաղաքացիություն ունեցող անձանց մասին խոսքը, Հայաստանի քաղաքացիություն ունեցող, բայց Սփյուռքում ապրող, այս կապակցությամբ Տարի Գրասենյակը ինչ որ գործառույթ ունի կապերի իրազեկման եւ միգուցե նաեւ մարդկանց հետ շփման, չգիտեմ, հանձնակատարի ինստիտուտի միջոցով այս հարցերին հաղորդակցվելու եւ փորձելու ինչ որ կերպ կառավարելի դարձնել իրավիճակը, որովհետեւ շատ մտահոգիչ են թե մեր ԱԴՑ-ի հայտարարությունը եւ թե արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունը եւ թե նաեւ այդ մամուլում տեղ գտնող տարբեր լուրեր, որոնք պաշտոնապես հաստատված չեն, բայց շատ տագնապալի են։ Շատ լավ հարցրեցիք։ Ուրեմն մեր վերջին 2-3 ամսվա աշխատանքը կոնկրետ Ռուսաստանի Դաշնության հետ ցույց է տալիս, որ այնտեղ այսպես պարալիզացված վիճակ է համայնքային մակարդակով, որովհետև կոնկրետ այսօր տեխնացու չի հանդիսանում, որովհետև ես չգիտեմ հնարավոր է ինքը տեխնացու լինի, թե ոչ, բայց կոնկրետ մի խմբակցության հետ խմբավորման հետ, այո, մի խմբավորման հետ առնչվող մի անձնավորության հետ կապված հեղինակավոր համայնքային այսպես անձինք շատ ակտիվ եւ ագրեսիվ քաղաքականություն են տանում, աշխատանքներ են տանում, բոլորի հետ կապնվելով, բոլորի վրա ճնշում բանացնելով եւ կոնկրետ բաներ են առաջարկում, կոնկրետ բաներ են ուզում։ Եվ սա ազդում է մեր այնտեղ աշխատելու հնարավորությունների վրա էականորեն, որովհետեւ մարդիկ վախեցած են, անկեղծ ասեմ, մարդիկ մի տեսակ սպասողական վիճակում են, ասում են մի քիչ չենք ուզում գլուխներս շատ բարձրացնենք, որովհետև հիշեք, որ Ռուսաստանի վերջո յուրահատուկ երկիր է։ Եթե մեկը այնտեղ տենց աշխատանք է տանում, նշանակում է իրենց թույլատրվել է այդ աշխատանքը, բայց չեմ ուզում ավելի շատ բան ասել, բայց սենց մի վիճակ է եւ մեր կարողությունները այդ վիճակի վրա ռեակտիվ ձևով ներազդելու սահմանափակ են, բայց ընդհանրապես այդ ռեակտիվ աշխատավոճին չենք էլ հավատում։ Մենք հավատում ենք, որ երկար, գիտեք ինչ, երիտասարդական ֆորում օրինակ, եթե մենք հավաքում ենք 800 երիտասարդ Սփյուռքից ու այդ 800 երիտասարդից 350 Ռուսաստանի Դաշնությունից են, աշխատանք արդեն արված է, որովհետև այդ երիտասարդները չեն տրվելու որևէ ճնշման, չեն անելու որևէ հակապետական քայլ, այդ մարդիկ արդեն առողջ միջավայրում են։ Ես չեմ ասում քվեարկելու են այս կամ այն խումբի օգտին, բայց ուզում եմ ասեմ ճնշումների եւ ազդեցությունների զոհ ավելի քիչ հակված են լինելու։ Այսպես ենք մենք աշխատում մարդկանց հետ, որովհետեւ այս պահին մարդիկ շատ զուսպ են եւ զգուշավոր։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Երիտասարդներին խնդրեմ նաև մեզ ինֆորմացիայով կիսվել, եթե կտեսնեն իրենց համայնքներում նմանատիպ դեպքեր, հաշվի առնելով նորից եմ ասում, որ իրանք ամենաակտիվ շրջանակից են, ուրախ եւ շնորհակալ կլինենք, որ Հայաստանի Հանրապետությունում քրեորեն պատժելի առակների վերաբերյալ մեզ տեղեկատվություն տրամադրեք։ Մեր հայկական համայնքների, համայնքային կառույցների ու եկեղեցու ներգրավվածության մասին լուրերը, այսինքն մեր բան ինչ որ հայերի միություն, հայկական միություններ, ոչ թե դրսի նկատի ոչ թե այդ երկրի ազդեցությունները ու հայկական կառույցների այդ երկրներում ու եկեղեցու ներգրավման լուրերը արդյոք հաստատում են թե չէ կամ ունեք նման տեղեկատվություն ներգրաված են թե չէ մենք կարանք իրանց հետ աշխատենք նաև չգիտեմ ինչ որ կերպ խոսակցություն տեղի ունեն թե չէ եւ ճիշտ է որ հունիս ամսին կամ մայիսի ընթացքում այդ մեծ հայրենադարձության ծրագիրը մշակում Հայաստան։ Ուրեմն իրականում ամեն ինչ ձեր կատարողականի վրա է դրական ազդելու բանսիները։ Տեսեք, իհարկե, եթե հայրենադարձություն է լինելու, մենք միայն կարող ենք ողջունել դա, բայց ցավում եմ, որ խոսքը գնում է ժամանակավորը կարճաժամկետ այցի եւ ինչ որ կոնկրետ գործողության մասին։ Ռուսաստանի Դաշնությունում իրականում ամեն ինչ շատ բարդ է։ Տեսեք, կա Ռուսաստանի հայերի միություն, բոլորդ գիտեք, այնտեղ կա Ռուսաստանի հայերի ցմահ նախագահ, որը շատ կոնկրետ դիրքորոշում ունի Հայաստանի Հանրապետության եւ կառավարության նկատմամբ, բայց այս խմբավորումը, որի մասին խոսք է գնում, այդ կառույցի հետ չի։ Հիմա կարող է իրենց շահերը համընկնեն այս պահին, բայց ավանդականորեն իրենք նենց չի որ մի մարմին են։ Հետևաբար այո, այնտեղ
կան եւ Ռուսաստանի հայերի միությունը կան նաեւ հայրենակցական ավտոնոմիա կոչված կառույցները, որոնք կոնկրետ կառույցներ են, որոնք չեն ուզել Ռուսաստանի հայերի միության մաս կազմել եւ ընդհանրապես իրենք ավելի առողջ են եղել, բայց այս պայն նույնիսկ այդ կառույցի ներկայացուցիչները շատ զգուշավոր են, որովհետեւ իրենց հետ շատ լուրջ աշխատանք է տարվում, ես որևէ բան չեմ ասում այդ պետության ինչ որ մարմինների մասին։ Խոսք գնում է համայնքային հեղինակություն ունեցող մարդկանց մասին, բայց ասում եմ, որ այդ համայնքային հեղինակություն ունեցող մարդիկ չի կարող որ գործեն ազատորեն, եթե իրենց չի տրվել այդ աշխատանքը տանելու իրավունքն ու հնարավորությունը։ Շնորհակալ ենք պարոն Սինանյան, շնորհակալ ենք ձեր եւ ձեր կառույցի աշխատանքից։ Դուք նաեւ նշեցիք այդ հայրենադարձության կենտրոնը 2500, այսինքն եթե աշխատանքային օրերով ենք նայում, միջինում օրական 10 եւ 10 քաղաքացու, 10 հայրենադարձի հետ կապված ունեցել ենք գործողություն, հա, թե դա բերելալուծման թե խնդիրների հետագա միջևս պաշարունակության, բայց ամեն դեպքում այդ արդյունքը կա ու կարծում եմ լավ կլինի նաև հետագայում մեր մյուս կատարողականների ժամանակ այդ ոնց որ վերջնարդյունքն էլ իմանանք, էլի, այսինքն ահազանգ, որքան խնդիրներ են լուծվել, ի վերջո քանիսը հայրենադարձվեցին եւ նաեւ որոշակի բացվածք, այսինքն մենք էլ հասկանանք այդ 2500 դիմումներից քանիսն էին կրթության հետ կապված երեխաների ընդունելության կամ աշխատանքի տեղավորման, շնորհակալ կլինենք շատ